Հիշում եք այն ժամանակները, երբ պատերազմները մղվում էին միայն մարդկանց ձեռքերով։ Երբ խիզախությունը ոչ թե տեխնոլոգիաներ որոշում մարդի ելքը։ Այժմ այդ աշխարհը փոխվել է։ Եվ այսօր մենք կանգնած ենք մի պահի առաջ, երբ Հայաստանը ներկայացնում է մի բան, որը կարող է փոխել ոչ միայն իր բանակը, այլև ամբողջ պատկերացումը պատերազմի մասին։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հնդկական մարտական ռոբոտ շունը, նորագույն մշակում, որը նա անվանել է բանակի նոր ընկերը։ Եվ դա պարզապես տեխնոլոգիական խաղալիք չէ, դա մի արարած է, 4 ոտքով, տեսախցիկներով ու սենսորներով, որը մտածում է, լսում է, արձագանքում է և նույնիսկ պաշտպանում։ Պատկերացրեք քարքարոտ լեռներում, որտեղ ոչ մի մեքենա չի կարող անցնել, հանկարծ հայտնվում է այս 4 սոտանի մեխանիկական էակը։ Այն քայլում է այնպես, ինչպես կենդանի շունը, սակայն նրա աչքերը տեսախցիկներն են, նրա ականջները անտենաները, իսկ սիրտը միկրոշարժիչները։ Նրա յուրաքանչյուր քայլ հաշվարկված է, նրա յուրաքանչյուր շարժում նպատակային։ Սա ոչ թե ապագայի կադր է ֆիլմերից, այլ իրականություն, ստեղծված Հայաստանի և Հնդկաստանի համատեղ ուժերով, երկու երկրներ, որոնք վերջին տարիներին սկսել են ակտիվորեն զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը։ Բայց ինչու հենց հիմա, ինչու հենց այս ուղղությամբ։ Հայաստանի համար այս տեխնոլոգիան պարզապես հերթական ռազմական նորամուծություն չէ, դա ինքնիշխանության մասին հայտարարություն է։ Սա ուղերձ է աշխարհին։ Մենք այլևս չենք պատրաստվում ապավինել միայն մարդկային ուժին։ Մենք ստեղծում ենք մեր սեփական խելացի զինվորներին, որոնք չեն վախենում, չեն քնում, չեն սխալվում։ Այս ռոբոտը հագեցած է տեսախցիկներով, սենսորներով և անտենաներով հեռակառավարման հետախուզության համար։ Այն կարող է շարժվել ամենադժվար տեղանքներով, անցնել ճաղջոտի դաշտերով, քարքարոտ սարերով, առանց հոգնելու, առանց դադար վերցնելու։ Նրա առաքելությունը պարզ է՝ տեսնել այնտեղ, որտեղ մարդը չի կարող, լսել այն, ինչ մարդը երբեք չէր նկատի, և փոխանցել տվյալները իրական ժամանակում։ Բայց դրա ամենահետաքրքիր մասը ոչ թե նրա ֆունկցիաներն են, այլ այն, ինչ նա խորհրդանշում է։ Երբ Փաշինյանը ներկայացրեց այս նոր մշակումը, նա օգտագործեց մի արտահայտություն «բանակի նոր ընկերը», և դա հնչեց գրեթե փիլիսոփայական։ Արդյոք մենք պատրաստ ենք ընդունել մի բանակ, որտեղ ընկերները մարդիկ չեն, այլ մեքենաներ։ Արդյոք մենք պատրաստ ենք վստահել կյանքի ու մահվան որոշումները արհեստական բանականությանը։ Այս ռոբոտ շունը ոչ միայն տեխնոլոգիական հեղափոխություն է, այլև բարոյական փորձություն։ Այն ստեղծվել է համագործակցությամբ Հնդկաստանի ինժեներների և հայկական փորձագետների միումման խորհրդանիշը։ Հնդկաստանը իր տեխնոլոգիական փորձով և արտադրական ներուժով, և Հայաստանը իր ռազմավարական մտածողությամբ ու մարտական փորձով։ Այս համադրությունը ստեղծել է մի բան, որը շատերը համարում են նոր դարաշրջանի սկիզբը։ Այս ռոբոտը կարող է իրականացնել հետախուզական և լոգիստիկ առաջադրանքներ, վրահսկել սահմանային գոտիներ, արձագանքել վտանգին և այնքան կրել թեթև զենք կամ սարքավորումներ։ Պատկերացրեք մի փոքրիկ, բայց խելացի շուն, որը ոչ միայն տեսնում է թշնամուն, այլև կարող է փոխանցել իր դիրքը, հավասարակշռվել կրակի տակ և շարունակել առաջ շարժվել։ Սա այնպիսի ճկունություն է, որ նույնիսկ փորձառու զինվորները չէին ունենա։ Բայց եթե մի պահ կանգ առնենք ու խորհենք, սա միայն տեխնոլոգիական քայլ չէ, սա հարված է մարդկային սահմանների ընկալմանը։ Մենք ստեղծում ենք բաներ, որոնք արդեն սկսում են փոխարինել մեզ այնտեղ, որտեղ երբեմն մենք էինք հերոսը։ Բայց գուցե հենց դա է առաջընթացը, որ մեր ստեղծած մեքենաները պաշտպանեն մեզ մեր սեփական սխալներից, մեր սեփական պատերազմներից։ Այդ օրը, երբ առաջին անգամ տեսա ռոբոտ շնին գործողության մեջ, հիշեցի իմ մանկության մի տեսարան։ Մենք անընդհատ խաղում էինք շան հետ, ծիծաղում, վազում էինք նրա հետևից, իսկ հետո մի օր նա որոշեց պաշտպանել մեզ խժդժության ժամանակ իր կենսազոհական նահանջով։ Դրանից ոչինչ չի փոխվել։ Մարդկային ներդաշնակությունը պաշտպանվելու, հոգալու ու կապվելու մեխանիզմի հետ արդարացվում են նոր տեխնոլոգիաների մեջ, բայց հիմա այդ ներդաշնակությունը ստացել է նոր մարմին,
Այս ռոբոտը հավանաբար երբեք չի փչացնի մեր սիրող դրդապատճառները, բայց նա կարող է փրկել նրանց, ում մենք սիրում ենք։ Դա հուզափ է, թե սառը հաշվարկ։ Ընտրությունը դժվար է։ Վռնդումից առավել հուզիչ է ուղին, որով այդ մեխանիկան հասավ մեզ։ Հնդկական ինժեներների լաբորատորիաներում ծնված մի գաղափար, հայ ինժեներների դաշտային փորձով փորձարկման արդյունքներ, դա միայն համագործակցության պատմություն չէ, դա ցուցադրում է, թե ինչ կարող են անել երկու ազգեր, երբ դառնում են գործընկերներ, փոխանակ մրցակցության։ Այս ռոբոտների շարքային օրն անտեսանելի է, այն չի հայտնվում օրական նորությունների վերնագրերում, բայց այն կատարվում է գիշեր ու ցերեկ, փորձարկումների, ճշգրտումների, ծրագրավորման, կարծեք թե ինչպիսի երազանք է եղել առաջին անգամ, երբ ռոբոտը իր առաջին քայլն արեց անհորիզոնական հողի վրա և չընկավ։ Ինչ զգաց մասնագետը, որը ճշգրտեց գիրքը, կամ զինվորով առաջին անգամ նրան հանձնեց առաջադրանքի։ Այդ զգացումները խառն էին՝ ուրախություն, վախ, հույս և պատասխանատվություն։ Տեխնիկական հանգամանքները հետաքրքիր են ոչ միայն ակադեմիական տեսանկյունից, երբ է ռոբոտը պետք գալիս կոնկրետ։ Մինչ ռազմական գործողությունների ժամանակ, տեղահանված բնակչության գոտիներում, որոնողափրկարարական գործողություններում, սահմանին, պահակային ծառայություններում, կյանքի օրինակներ, ավտոմեքենայի վթարի հետևանքով քայքայված ճանապարհահատվածներում ռոբոտը կարող է գալ առաջինը, գնահատել վտանգը, ուղեկցել օգնության մեքենաներին, կամ մի լեռան մեջ, որտեղ հաղորդակցության գիծը կտրված է, ռոբոտը կարող է ծառայել որպես շարժական ռելիեֆային նետ, փոխանցելով վիժետ թռիչքներ, արկախում, որոնում, միավորներ բաժանելու համար։ Իրականում նրա լոկալ կիրառությունները կարող են լինել անսահմանափակ, կախված տվյալ երկրի ռազմավարությունից ու օպերատիվ մտահղացմանից։ Բայց այստեղ եկեք կանգ առնենք իմաստի և զարգացման մեկ այլ շերտի վրա։ Պարզ է, որ տեխնոլոգիան առաջավեր է, բայց ինչքան է նահանջում մարդը իր նախկին դերից, երբ ռոբոտը կատարում է հետախուզություն, արդյոք ինժեներն ու հրամանատարը պետք է ընդունեն որոշում հեռու ու անվտանգ վառելիքում, համենայն դեպս իրենց պատասխանատվությունը չի հանվում, քանի կենդանի կլինի այդ որոշումների արդյունքում կատարվող գործողություններից հետո։ Սա մեզ վերադարձնում է մարդու և մեքենայի հարաբերությունների հարցին, որտեղ է գծփակումը։ Չմոռանանք, ցանկացած համակարգ կարող է սխալվել։ Սենսորային անջատման, տվյալների աղավաղման կամ սայֆերային հարձակման դեպքը պարզապես տեսականություն չէ, դա իրական արտաքին ռիսկերից է։ Հենց այստեղ է հայտնվում անվտանգության չափը, ոչ միայն ֆիզիկական, այլև թվային։ Ռոբոտը հագեցված է անտենաներով և ինֆորմացիոն հանգույցով, հետևաբար նրա տեղեկատվությունը կարող է լինել քաղաքական, ռազմական կամ սոցիալական արժեքով ծանրորիթ, եթե այն որևէ կողմի չի մաթրում էկրանի շողկը կպահի, ապա այդ տվյալները կարող են վերածվել հզոր զենքի։ Ուստի յուրաքանչյուր հաջող նախագծի կողքին պետք է դնել խիստ կիբեռանվտանգության կանոններ, թթվածնային մենթալություն և ազգային քաղաքականություն տվյալների պաշտպանության և արար վռոտ ռեժիմների համար։ Հայաստան ասպարեզ դուրս է գալիս մի մարտահրավերով, որը միայն մարտարական չէ, այլև բարոյական ու սոցիալական։ Իսկ հիմա, երբ մենք կանգնած ենք այս նորագույն իրադարձության սահմանագծում, եկեք տեղափոխենք քննարկումը ավելի գործնական հատված, ինչպես է այս ռոբոտը փոխելու մարտավարությունը սահմանային գծում, ինչ կանոններ պետք է կիրառվեն տվյալների պաշտպանության համար և ինչ քայլեր պետք է անել, որպեսզի տեխնոլոգիան ծառայի, ոչ թե իշխի։ Այս հարցերի պատասխանները կլինեն մեր հաջորդ քայլը, և նրանց միջոցով մենք հասկանանք, արդյոք նոր բանակի ընկերը կլինի մեր փրկողը, թե նոր մարտահրավերի առաջամարտիկը։